Այժմ տեսնենք ինչ է սպասվում առույցներին հաջորդ շաբաթ, հուլիսի 19-ից 25-ը։ Ինչ է սպասվում առույցներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Տեսնում եմ լուսին տրամադրությունը։ Մի քիչ տխուր տրամադրության մեջ կլինեն, տխուր, բայց ոչ վատ իմաստով, չէ, մեկ-մեկ տխուրությունը իմիջիայլոց մտածելու տեղիք է տալիս, մտածում ես կյանքիդ, քո մասին, անելիքիդ մասին, ճանապարհիդ մասին, ուր ես գնում, ինչ ես անում, բոլորովին թախիծ տխրությունը վատ բան չի նշանակում, որտեղ տեսնում եք, այստեղ սրտի 7 եմ տեսնում, իրականում սրտի 8 ներողություն, ոչինչ չի նշանակում, ինչ որ լուր եք լսում, տխրում եք, մտածում եք, կամ ինչ որ լուրի եք հակառակը սպասում, դեռ լուրը չի եկել, դուք արդեն կասկածներ ու վախեր ունեք, բա եթե լուրը չգա, իսկ եթե չհանդիպենք, իսկ եթե այսպես չասի, այնպես ասի, ավելի շուտ տեսնում եմ սրանք ձեր կասկածներն ու վախերն են, ձեր մտքերն են, հարգելի առույցներ, քան թե իրականություն։ Իրականում երևի ոչինչ էլ չի լինում, մի քիչ ինչ որ լուր ուշացել է, դուք արդեն սրտնեղվել եք մի փոքր։ Տեսնում եմ տրանսֆորմացիա միայնակների համար, այսինքն տեսնում եմ փոփոխություն։ 9-ով կարող եմ ասել դրական կողմ փոփոխություն, այսինքն միգուցե հանկարծ առույցները ինչ-որ մեկին հավանում են, դեռ մենակ են, դեռ զույգ չեն, բայց արդեն ինչ-որ մեկը հորիզոնում միգուցե հայտնվել է։ Իսկ եթե երիտասարդ չեք եւ անձնական հարաբերությունները չեն վերաբերում միայն ձեր սիրո թեմային, ապա առույցները եթե միայնակ մարդիկ են, տղամարդիկ, կանայք, չգիտեմ, տարիքով մեծ, երիտասարդ նշանակություն չունի։ Ինչ որ դրական փոփոխություն եմ տեսնում ձեր անձնական հարցերում, տեսնենք ինչ ցույց կտան կարտերը։ Դրական փոփոխություն անպայման տեսնում եմ, հատկապես նրանք, ովքեր ինչ որ անձնական խնդիրներ ունեն ինչ որ մեկի հետ։ Եթե դուք մենակ եք, զույգ եք փնտրում, ես տեսնում եմ բավականին մենակ եք, բավականին ժամանակ է ինչ մենակ եք, եւ կարտերը խորհուրդ են տալիս, այսինքն բանալին նշանակում է շատ շփվեք, դուրս եկեք ձեր ընկերուհիների հետ, գնացեք, զրուցեք, ոչ թե նստեք տանը բամբասեք, այլ գնացեք միասին, հետաքրքիր տեղեր գնացեք, ճանապարհը բաց է, բայց իրականում դուրս պիտի գաք, պիտի շփվեք, ընկերություն անեք, մինչև զույգ դառնալը նաև պետք է ընկերություն անել։ Եթե ձեզ առաջարկում են, դուք նույնիսկ եթե տխուր եք տանը, նստած եք մենակ, ամեն դեպքում եթե առաջարկում են աղջիկները, ընկերուհիները, տղաներին, աղջիկներին, չգիտեմ, ձեր ընկերները, գնանք դուրս շփվենք, գնացեք։ Ճանապարհը բաց է, իրականում միայն այդպես, տնից դուրս գալով եւ շփվելով կարող եք իրականում ձեր նպատակներին հասնել։ Նույնիսկ եթե դուք շատ լավ տրամադրության մեջ չեք, այ եթե գնաք ձեր ընկերների հետ, այսպես տեսնում եք, տրամադրությունները այդ մի քիչ կբացվի։ Իսկ եթե այսպես միայնակների մասին խոսում եմ, նրանք այսպես տարիքով կանայք մեկ-մեկ նեղվում են, ես մենակ տարիքով կին եմ, ասում եք տղամարդ է սիրում սիրահարվում, բոլորին չես կարող երջանիկ պահել, մինչդեռ կգտնվել մի քանիսը տխուր կնա, այդ միայնակների համար կին եք տղամարդ եք նշանակություն չունի, ինչու եք մենակ եք մնացել, թե մենակ եք միշտ եղել, շատ երկար ժամանակ է, որ մենակ եք, այդպես էլ տեսնում եմ, իրականում բանալին նշանակում է, գիտեք, փոխանակելի, նստեք տանը, զրուցեք, պարզապես նույն բանը անում եք ռուտինով, նույն բանը նստում եք սերիալներ եք նայում, կամ տանը չգիտեմ ով ինչ է անում։ Այ կարտը ճանապարհը իրականում բաց է մարդկանց հետ գնալու շփվելու։ Իսկ եթե ինչ-որ մեկի հետ վիճել էիք իմիջիայլոց, եթե ինչ-որ հարաբերություններ անձնական ինչ-որ մեկի հետ, ում հետ կարող է պատահել, հարևանի հետ, բարեկամի հետ, եղբոր հետ, չգիտեմ, ում հետ որ քրոջ հետ նեղվել եք ինչ-որ մեկի հետ ձեր անձնական հարաբերություններում, տրանսֆորմացիա նշանակում է, որ իրականում հարաբերությունները կշտկվեն հաջորդ շաբաթ։ Պարզապես մի լսեք միջանկյալ մարդկանց, հասկանում եք, մի լսեք, ինչ որ մեկը գալիս է, բամբասում են, ցա քո մասին այս ասեց, նա քո մասին այն ասեց, իրականում խառնում են ձեզ իրար։ Մյուս կողմից կարող են լինել մարդիկ, ում միջոցով զրուցելով կարող եք ինչ որ բան պարզել։ Այ բանալին կարող է նաև լինել զրուցելը։ Կա ճարպիկ կանայք, որոնք կարող են ձեզ օգտակար լինել, ուղղակի բամբասկոտներից հեռու մնացեք։ Եվս ուզում եմ ավելացնել մի պահ, այստեղ միայնակ հատկապես երիտասարդ աղջիկների համար, ես ինչքան նայում եմ, այնքան տարբերակներ եմ տեսնում ավելի։ Ես տեսնում եմ, ելի եմ ասում, միայնակ եք ինչ որ երկար ժամանակ է, բանալին էստեղ, բանալին կարող եմ ասել, գիտեք, ձեր մեջ կան այսպես չարախոս ընկերուհիներ,
մի քիչ շատ եք կիսվում, սրտների հետ բացում եք երևի հարգելի առույցներ, կարտերը խորհուրդ են տալիս, այ հուշում են կարտերը բանալին, ասինքն դուք ձեր ճանապարհը միայնակ պետք է գնաք, բոլոր ընկերուներին պետք չի կիսվել, ամեն ինչ ձեր անձնականից պետք չի ասել, ոչ լավ ասեք, ոչ էլ վատը ասեք։ Այ տեսնում եք, այստեղ տեսնում եմ եւ 9 ղարի 9 եւ ասիկը եւ լավը կա եւ վատը կա, փոփոխություն եղավ, ինքը զանգեց, ինքը գրեց, միգուցե մի բան լինի, նախորոք խոսում եք, ասում եք, իրականում խանգարում է դա ինչ որ ձևով։ Միգուցե պարզապես խանգարում են, նախանձում են, չգիտեմ, ամեն դեպքում աղվեսներ եմ տեսնում ձեր շրջապատում։ Հեռացրեք այդպիսիներին, կամ եթե չեք կարողանում հեռացնել, ապա գոնե իրենց հետ մի կիսվեք։ Մի կիսվեք, մի ասեք ձեր կյանքում ինչ է լինում։ Ձեր ճանապարհն իրականում բաց է, ձեր անձնական հարաբերությունը։ Պարզապես աշխատեք շատ չկիսվել, ընկերուհիներին մի վստահեք ձեր բոլոր գաղտնիքներով եւ նորություններով։ Այժմ տեսնենք, ինչ է սպասում զույգերին։ Զույգերի համար տեսնում եմ մատանի։ Դե լավագույն պատասխանը, առաջին տպավորությունը, որ ցանկացած մարդ կստանա այս կարտից, եթե զույգեր կան, որ դեռ չեն ամուսնացել, մտածում են ամուսնանալու մասին։ Նշանվում են, ամուսնանում են, մատանի են դնում, ամեն դեպքում լրջացնում են իրենց հարաբերությունները։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ։ Լուսինն էլ մի տեսակ մտքովս անցնում էր, միգուցե Լուսինը սրան է վերաբերում։ Իրականում տեսնում եք, ես տեսնում էի մատանի հարգելներ, տեսնում եմ այստեղ կասկածներ, տեսնում եմ ղարի 9, տեսնում եմ սրտի 9, զույգեր եմ տեսնում, որ հավանաբար դեռ ամուսնացած չեն։ Երևի դեռ ամուսնացած չեն ամեն դեպքում։ Տեսնում եմ այստեղ մի տեսակ հարաբերությունները կանգնել էին, ասինքն արդեն վստահ չեք, այս վախերն ու կասկածները դրանից են։ Մենք հիմա զույգ ենք, զույգ չենք, իրականում մենք ամուսնանալու ենք, չենք ամուսնանալու, թե միայն հանդիպում ենք ու վերջացավ, չեմ կարող ասել, ուշուշ եք հանդիպում միգուցե կամ ամեն դեպքում մի քիչ տեսնում եմ հարաբերությունները սառել էին, կանգնել էին, եւ դուք արդեն սկսել եք անհանգստանալ։ Տեսնում եք 9-ից հետո ղարի 9-ից գալիս է սրտի 9, իրականում կաշխուժանան ձեր հարաբերությունները, սիրում են ձեզ, հարգելի առույցներ, աղջիկներ հատկապես, եւ սիրում են ձեզ, եւ դուք զույգ եք, նշանվում եք, ամուսնանում եք, ձեր հարաբերությունները լուրջ են, նույնիսկ եթե ինչ որ ժամանակ տղա է, զբաղված է, Ես տղա եմ տեսնում սիրում եմ, գիտեմ, որ առուց աղջիկներն են շատ կասկածամիտ միգուցե, բայց նույնիսկ տղամարդկանց է վերաբերում, եթե ինչ-որ մի ժամանակ ձեր զույգից ինչ-որ հանկարծ, չգիտեմ, զբաղված է իր գործերով եւ մի քիչ ձեր հարաբերությունները, ասենք, սառել են մի թեթև կամ շատ չեք շփվում, իրար հետ շատ չեք հանդիպում, իրականում կաշխուժանան ձեր հարաբերությունը, հենց հաջորդ շաբաթ էլ ժամադրվեք, գնացեք հանդիպեք, մի նեղվեք, լուսնով նստում եք, տխրում եք, բայ իսկ եթե ինձ արդեն չի սիրում է։ Կարտը ցույց է տալիս, որ սիրում եք, դուք զույգ եք եւ նույնիսկ ձեր հարաբերությունները կարող են առաջ շարժվել, այսինքն անցնեք հաջորդ քայլին, նշանվեք, մատանի դնեք, ամուսնանաք։ Իսկ աշխատանքի վայրում տեսնում եմ ինչ-որ ընտրության առաջ եք կանգնած, ճանապարհի մեջտեղում, որոշումներ պետք է կայացնեք, չգիտեմ, աշխատանքի ընդունվեմ, չընդունվեմ, հեռանամ, չհեռանամ, տարբեր մարդկանց համար տարբեր ձևով կարող է դրսևորվել։ Ամեն դեպքում ինչ-որ որոշման առաջ եք կանգնած։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս, 3 աղջիկ եմ տեսնում եւ տեսնում եմ մի թագավոր։ Տեսնում եմ ինչ-որ որոշման առաջ եք կանգնած, տեսնում եմ այստեղ ֆինանսների կարտը, տեսնում եմ այստեղ ճանապարհը, տնից դուրս գալ, տեղափոխվել, տեղափոխություն եւ տեսնում եմ ծաղիկներ։ Երևի միգուցե ձեզ Գիտեք, ինձ թվում է դուք նոր աղբյուր եք գտել, ինչպես գումարներն ավելացնեք։ Նույնիսկ եթե աշխատում եք, չեք աշխատում, ինչ էլ որ անում եք, ինչպես էլ որ գումարներ վաստակում եք, նոր տարբերակ եք գտել, ինձ թվում է, ինչպես ավելացնել ձեր գումարները։ Հանդիպում եք, շփվում եք, շատ շփման մեջ եք, միգուցե երկրից դուրս եք գնում, միգուցե on-line եք շփվում դրսում մարդկանց հետ։ Ամեն դեպքում ինչ-որ տարբերակներ եք գտել եւ տեսնում եմ դուք շատ գոհ եք, շատ էլ հաջող է ամեն ինչ։ Ամեն դեպքում ես տեսնում եմ ինչ որոշում ել որ պետք է կայացնեք աշխատանքի հետ կապված, որը ձեզ կբերի ավելի շատ ֆինանսներ եւ շատ էլ հետաքրքիր մարդկանց հետ եք աշխատելու, երկրում երկրից դուրս on-line կամ ֆիզիկապես աշխատում եք, օգնում եք կամ հաճախորդների հետ գործ ունեք, ամեն դեպքում շատ հաջող եմ տեսնում հաջորդ շաբաթ ձեր բոլոր գործերն ու աշխատանքը հարգելի առույցներ։ Ինչ էլ որ անում եք, ինչ որոշում ել որ կայացնում եք, շատ հաջող կլինի ձեզ համար։ Ֆինանսներում տեսնում եմ տուն եք ուզում գնել, տուն եք ուզում վաճառել, ինչ-որ ձևով ֆինանսները կապված են տան հետ։
Շատ դրական եմ տեսնում, հարգելիներս, շատ դրական։ Տեսնում եմ եւ կին եւ տղամարդ, ընդ որում սրտի թագուհին եւ սրտի թագավոր, այսինքն զույգ են այս մարդիկ։ Եթե նոր տուն եք տեղափոխվում, տեսնում եք, սա էլ արևը, տեղափոխվում եք երկուսով միասին ընդ որում։ Եթե երկուսով տունը վաճառում են, միջին տարիքում եք, թե տարիքով մի քիչ ավելի մեծ է կդժվարանամ։ Եթե նույնիսկ տունը վաճառում եք օտար երկիր գնալու համար, իրականում ճանապարհը բաց է, շատ լավ լուր եմ տեսնում, տունը լավ գնով էլ կվաճառեք, ձեր վիզաներն էլ կստանաք, ճանապարհներ կգնաք, եթե գնում եք արտ երկիր, երկուսով եմ տեսնում։ Եթե ընտանիք եք, երեխաներ ունեք, ես այստեղ չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ, որ այստեղ զույգով են գնում։ Եթե տունը վաճառում եք դրա համար, եթե նոր տուն եք գնել, նոր տուն եք տեղափոխվում, ձեր ֆինանսական հարցերը վերջապես կլուծվեն եւ դուք արդեն կտեղափոխվեք նոր տուն, տեսնում եմ, որ կտեղափոխվեք։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ տուն, տեղափոխություն, տնից տուն կամ երկրից էլ դուրս եւ արև։ Ֆինանսական ինչ հարց ունեք տան հետ կապված, տեղափոխության հետ կապված, հարգելի առույցներ, շատ հաջող կլինի հաջորդ շաբաթ։ Տեսնենք ինչ է սպասում կույսերին հաջորդ շաբաթ։ Հուլիսի 19-ից 25-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ այսպիսին հարգելի կույսեր։ Շատ կույսերի մտքում կլինեն ֆինանսները իրականում, շատ կենտրոնացած եք ձեր ֆինանսական հարցերի վրա, ֆինանսները պետք են, ֆինանսները գնում են, պարտք եք սպասում, պարտք պետք է բերեն տան, դուք եք ինչ-որ մեկից պարտք ուզում, չեմ կարողանա ասել, բայց ես տեսնում եմ, որ ֆինանսական հարցերով կլինեք շատ զբաղված հաջորդ շաբաթ։ Միայնակների համար տեսնում եմ պուրակի կարտը, ինչը նշանակում է նաև այստեղ տեսնում եմ թռչունները իրական ստվերում, այսինքն գնացեք, շփվեք, տնից դուրս եկեք, հետաքրքիր վայրեր գնացեք, հարգելիներս, այստեղ էլ տեսնում եմ էլի, տեսնում եմ տղամարդը, սրտի տուզը, շատ դուրս եկեք տնից, գնացեք, շփվեք, ոնց են ասում ժողովրդի լեզվով, մարդամեջ դուրս եկեք, ուրիշներին նայեք, ձեզ ցույց տվեք։ Տանը նստած, եթե, չգիտեմ, հեռախոսի համակարգչի մեջ լինեք կամ սերիալներ եք նայում ամբողջ օրը, ձեզ ոչ մեկ չգիտի, որ դուք կաք։ Ձեզ ոչ մեկ չի տեսնում։ Եվ դուք էլ ոչ մեկի չեք տեսնում այդ ձևով, եւ դեր հարաբերություններն իրականում չեն կառուցվում։ Ես դե միայնակներին եմ ասում, որտեղ տեսնում եմ, որ կարտերը հուշում են, պետք է շատ տնից դուրս գալ եւ շատ շփվել։ Հետաքրքիր վայրեր պետք է գնալ։ Հատկապես միայնակ աղջիկներին է վերաբերում։ Նրանք ովքեր վաղուց են մենակ։ Ես այստեղ կարտերով եմ տեսնում, դրա համար եմ ասում հարգելիներս։ Կարող են լինել որոշ տղամարդիկ կույսեր, որոնցից կին է հեռացել վերջերս, կարող է լինել կանայք կույսեր, որ իրենք ինչ-որ վերջերս մենակ են մնացել, հեռացել են, կդժվարանամ ասել ինչու։ Գիտեք, այսպես խաչով ստացվել է, ճակատագրով պարզապես, կարծես թե ինչ որ ամեն դեպքում այստեղ տեսնում եմ միայնակ կին եւ ղարետզով եւ նայում է առաջ, ամեն դեպքում ինչ որ բաժանում եղել է։ Կարող է լինել եւ տղամարդ կին է հեռացել իրենից կամ ինքն է հեռացել կնոջից, կինը մենակ է մնացել, կամ կարող է լինել կինն է կույսը եւ ինքն է հեռացել ինչ-որ մեկից։ Ամեն դեպքում շատ բարդ իրավիճակ է եղել։ Իսկ ճակատագրով կարող եմ ասել, որ երևի բարին էլ այդ է եղել իմիջիայլոց, որովհետեւ մի տեսակ դուք ոչ մի սխալ բան չեք արել, տեսնում եմ այստեղ կույսի մեղքը չի ստերևույթին։ Ես տեսնում եմ, որ մնացել է կինը մենակ, կամ տղամարդուց է հեռացել, եթե կույսը տղամարդ է ինձ դիտում, կամ աղջիկը կույսն է ինքն է հեռացել։ Ես տեսնում եմ, որ դուք շատ տնից այբիգուցե դուրս չեք գալիս, բավականին երկար ժամանակ է, որ ինչ-որ մեկը ձեզնից հեռացել է կամ դուք եք հեռացել, այսինքն մենակ եք ինչ-որ ժամանակ է։ Կասկածներ, վախեր, անհանգստություններ ունեք, փորձում եք զրուցել ձեր ընկերների հետ, կիսվել, խորհուրդ են ուզում տալ, տեսնում եմ այստեղ խորհուրդը, կարտերն էլ դուք փորձում եք, այսպես ասեմ, հանգստանալ, հա, մենակ եք մնացել, տխուր եք, դժգոհ եք միգուցե, ինչ-որ մեկի պատճառով եք դուք մենակ մնացել, ել եմ ասում, ձեզնից են հեռացել, թե դուք ամեն դեպքում դուք տեսնում եք, որ նեղված եք։ Ես բորբոքված վեճեր չեմ տեսնում։ Պարզապես կա ինչ-որ մեկը, որի հետ զրուցում եք, կիսվում եք, նեղված եք։
հա, եւ ձեր սիրտն մի քիչ կոտրված է եւ դրա համար տնից դուրս չեք գալիս ըստ երևույթին, չեք գալիս, չեք շփվում, որտեղ մի քիչ այսպես հիասթափված եք։ Կին եք, տղամարդ եք, ել եմ ասում, նշանակություն չունի։ Բայց ես հաջորդիվ շատ լավ կարտեր եմ տեսնում եք, պետք է շատ ընկերների հետ, շատ հաճելի մարդկանց հետ ժամանակ անցկացնել, դուրս եկեք, որ սրտներդ բացվի, սրտներդ որ բացվի, կարող եք ինչ-որ մեկին նաեւ հանդիպել։ Նաեւ գնացեք հետաքրքիր վայրեր, որտեղ ավելի շատ աշխուժություն կա, այսինքն գնացեք ջիմ, գնացեք սպորտով զբաղվեք, այդպիսի վայրերում են մարդիկ հանդիպում։ Ընդ որում եթե ունեք հետաքրքրություններ, գնացեք այդպիսի վայրեր, ինչ հետաքրքրություն ունեք, որպեսզի հանդիպեք մարդկանց, ովքեր ձեզ հետ ունեն նույն հետաքրքրությունը։ Եթե երաժշտություն եք սիրում, ասենք երաժիշտ եք, գնաք միտեղ, որտեղ հանդիպեք երաժիշտների, որոնք ձեզ հետ կարող եք միասին երաժշտություն, չգիտեմ, նվագել, ստեղծագործել։ Եթե սիրում եք թենիս խաղալ, գնացեք սպորտով զբաղվեք, միգուցե ձեզ գտնեք հարմար զույգ։ Ես գործողություն տեսնում եմ իրականում աշխուժություն ձիու կարտով։ Ձեր կյանքն էլ կաշխուժանա, եթե դուք սկսեք տնից դուրս գալ, անցյալը թողեք անցյալում, ընկերների, ձեզ համար շատ հոգի առազատ մարդկանց հետ գնաք շփվեք, ելի եմ ասում, սրտներդ որ բացվի, իրականում կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հարգելներս, ինչ որ եղել է, արդեն եղել է անցյալում։ Իսկ զույգերի համար տեսնում եմ արև, շատ գեղեցիկ կարտ է արևը, եւ տուզ եմ տեսնում, ինչ որ լավ լուր, ինչ որ նորություն, ինչ որ գեղեցիկ մի փոփոխություն կլինի զույգերի համար։ Զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած։ Լավ լուր եմ տեսնում արևով, որովհետև մի քիչ բարդ հարաբերություններ եղել են կամ հարաբերությունների մի փոքր բարդություններ տեսնում եմ, որ եղել են իրականում։ Շատ բարդ կարտեր չեմ տեսնում, շատ կարտեր եմ հանել, եկեք երկար շատ չխոսեմ հարգելներս։ Ես տեսնում եմ, որ ձեր հարաբերություններում իսկապես ինչ-որ մի բան կպարզվի ձեզ համար։ Նույնիսկ եթե հարաբերությունները մի քիչ, այսպես չգիտեմ, եթե նույնիսկ ամուսնացած եք, մի քիչ կենցաղային են դարել կամ մի քիչ երևի շուտ չեք հանդիպում, այնքան էլ շատ ռոմանտիկ չեն ձեր հարաբերությունները, մի տեսակ արդեն կասկածներ ունեք, մենք զույգ չենք ուզում ենք միասին լինել, չենք ուզում։ Կան մարդիկ, որոնք կողքից իբրև խոսում են, խորհուրդ են տալիս, հատկապես եթե ամուսնացած եք, չգիտեմ, ինչ որ ամուսնացած ընկերուհիների հետ եք խոսում միգուցե փորձում եք տարբերակներ գտնել, ինչպես իրավիճակը շտկել, չգիտեմ, ռոմանտիզմ եք ուզում վերադարձնել, ամուսնացած եք թե ոչ, նշանակություն չունի, երկու դեպքում էլ տեսնում եմ, մի փոքր սառել էին հարաբերությունները, տարբերակներ եք փնտրում, զրուցելով, խորհուրդ հարցնելով, էլ եմ ասում, ընկերուհիներից, կանանցից, ինչ է նշանակում այստեղ գերանդին։ Չէ, ես այստեղ ավելի շատ երիտասարդ եմ տեսնում, ամեն դեպքում երիտասարդը երևի ինքն է մի տեսակ իր գործերով զբաղված կտրվել է, երևի աղջիկն է ավելի անհանգստացած, փորձում է ընկերուհիների հետ խորհրդակցել, ինչ կարող եմ անել, զանգեմ, չզանգեմ, ես ինքս գրեմ առաջինը, ես ինքս իրեն դուրս կանչեմ, հրավիրեմ ինչ-որ այդտեղ։ Ես միշտ կողմնակից եմ դրան, հարգելի աղջիկներ, միշտ չի որ տղաները ձեզ հետ եթե շատ ակտիվ չեն, զույգ եք ու չեք հանդիպում, որովհետև չեն ուզում ձեզ հետ հանդիպել։ Միգուցե ինչ-որ պատճառ կա, կարող եք դուք էլ նախաձեռնություն մեկ-մեկ ցուցաբերել։ Ես հատկապես կույս տղամարդկանց հետ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Մարդը տրամադրություն չունի, կարող եք տրամադրությունը բարձրացնել։ Որտեղ ես հետո շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եք, արևով սկսեց ինչ-որ դրական փոփոխություն կլինի, ասում եի։ Ինչ-որ լուր կլինի, ինչ-որ դրական փոփոխություն զույգերի մեջ, որ թեթևակի սառել էին հարաբերությունները, բայց ոչ մի բարդ կոնֆլիկտներ չեմ տեսնում։ Տեսնում եմ փոփոխությունը, միտեղ գնացեք իրար հետ, գնացեք հանգստանալու, գնացեք Սևան, չգիտեմ, գնացեք ինչ-որ, եթե կարող եք ինչ-որ այլ մարդկանց հետ էլ գնալ, որտեղ իրականում զգացմունքները տեսնում եմ, որ կան։ Զգացմունքները կան, մարդիկ 4 կողմը կան, ձեզանով ուրախանում են, չգիտեմ, ընտանիքի անդամներ են, հայր են, մայր են, լավ եմ տեսնում, այսինքն դուք լավ զույգ եք, լավ էլ կմնաք։ Եթե մի փոքր սառել եք, չեք հանդիպում, զանգեք, ժամադրվեք, հանդիպեք, դուրս եկեք, շփվեք, շատ շփվեք իրար հետ, հարգելներս։ Իսկ եթե ընտանիք եք, միասին գնացեք ճամփորդելու, արագիրով այդպես էի տեսնում։ Իսկ աշխատանքում տեսնում եմ ինչ-որ բան կանգնել է, ֆինանսներն էլ են կանգնած, երևի դրա համար էլ տեսնում եմ այստեղ, որ իրականում ասում եմ, չէ՞ սկզբում, ձեր տրամադրությունը ավելի շատ լինելու է ֆինանսների հետ կապված։ Միգուցե դա է պատճառը, դրա համար էլ եւ զույգերի եւ միայնակների դեպքում, չգիտեմ, մի տեսակ սառել էին կույսերը, հատկապես տղամարդիկ, որովհետեւ ֆինանսականի վրա են կենտրոնացած։ Նույնիսկ եթե ուզում են իրենց ընտանիքին, ասենք ամուսնացած են, կնոջը, երեխայի հետ ուզում են գնալ արձակուրդ, ուզում են, բայց գումար չկա, լավ լուր եմ տեսնում։ Դրա համար կենտրոնացած եք ֆինանսների վրա, միգուցե մարդիկ տարբերակներ են փնտրում,
որպեսզի գումարները հայթայթեն եւ կարողանան գնալ հանգստանալ։ Տեսնենք ինչու են գործերը կանգնել որոշ կույսերի։ Շատ դրական փոփոխություն եմ տեսնում, հարգելի կույսեր, եթե ձեր, էլ եմ ասում, ձեր ուշադրությունը այս շաբաթ գումարների վրա էր եւ աշխատանքում մի տեսակ ամեն ինչ կանգնել էր եւ ձեզ թվում էր, որ ֆինանսները չեն գալիս, գործը մի տեսակ пассив էր, իրականում տեսնում շատ գեղեցիկ կարտեր։ Ես տեսնում եմ սրտի վալետը, ես սիրտ եմ տեսնում եմ 9 փոփոխության կարտը եւ ճանապարհը բացվում է։ Փոփոխություն կլինի։ Աշխատանքի վայրում կլինի շատ դրական փոփոխություն։ Չեմ կարող ասել ում համար ինչպես կլինի։ Եթե աշխատանք չունեիք, դրա համար են ֆինանսները կանգնել, ձեզ գումարներ են պետք, դրա համար էլ, չգիտեմ, ընտանիքում ինչ-որ խնդիրներ կային, որտեղ մտահոգ եք, աշխատանքը ֆինանսները կանգնել են, որտեղ աշխատանք չունեիք, ես շատ լավ լուր եմ տեսնում, շատ լավ փոփոխություն, շատ ուրախ կլինեք, փոփոխություն կլինի, սա էլ ճանապարհը բացում է, ամեն դեպքում կարծում եմ, որ ձեզ աշխատանք կարող են նաև առաջարկել, փորձեք շփվել, խոսել, զրուցել, գտնել, հետաքրքրվել, իսկ եթե արդեն հետաքրքրվել եք, հարցազրույցի գնացել եք, հաջորդ շաբաթ հույսով եմ, կարտերը ճիշտ են ցույց տալիս եւ հույսով եմ աշխատանք գտնեք։ Իրականում աշխատանքի հարցը կարող է լուծվել շատ շուտով։ Սա էլ ձեր ֆինանսները, ես տեսնում եմ իրականում, որ այո, ֆինանսներն են կգան։ Եթե դուք աշխատանք գտնում եք, ֆինանսների հետ կապված ինչ հարցեր որ ունեք, ես տեսնում եմ ծաղիկներով, որ հանդիպում եք, զրուցում եք եւ ֆինանսները ամենայն հավանականությամբ կգան։ Եթե աշխատանքներ կանգնած ֆինանսները չկային, աշխատանք կարդ տեսնում եմ գտնում եք կամ աշխատանք առաջարկում են, այո, ես կարող եմ ասել աշխատանքի հետ է կապված եղել ձեր խնդիրները, ամեն դեպքում չեմ կարող ասել ինչ եք արել, տեսնում եք, այստեղ բացասական կարտեր եմ տեսնում, ֆինանսների հետ կապված էլ, բայց ավելի խաչի հետ կապված կարող եմ ասել աշխատանքի գործ, ինչ գործ եք անում, ֆինանսների հետ կապված ինչ եք անում, ուշանում էր, լուր պետք է գար, մարդիկ պետք է լուր ուղարկեին, բայց մանր-մունր խնդիրներ կարող են, ձգձգվում էր, ուշանում էր, դուք էլ բավականին նեղված եք, բայց ես իրականում տեսնում եմ եւ հանդիպում է տեղի ունենում եւ սրտով էլ տեսնում եմ իրականում ամեն ինչ շատ լավ կլինի եւ ձեր ֆինանսներն էլ կգան հարգելի կուսեր։ Եթե հաջորդ շաբաթ չգան, ամեն դեպքում հաջորդ շաբաթ ձեր ֆինանսական հարցերը կլուծեք, որպեսզի դրանից հետո արդեն ֆինանսները գան։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կշեռքներին հաջորդ շաբաթ, հուլիսի 19-ից 25-ը։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների համար անձնական կյանք, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում շատ հետաքրքիր։ Դուք ավելի շատ կուզեք շփվել, լինել ձեզ համար հոգեհարազատ մարդկանց մեջ։ Տրամադրություն ամեն դեպքում կլինի շատ շփվող։ Դուք կլինեք ձեզ համար հետաքրքիր եւ ծանոթ, շատ ծանոթ, այսինքն մարդիկ, որոնց հետ դուք ձեզ շատ հարմարավետ եք զգում։ Սրանք կարող են լինել բարեկամներ, ազգականներ, ընտանիքի անդամներ, հարևաններ, ընկերներ, բայց շատ դրական, հավատարիմ, նվիրված մարդիկ, որոնց հետ դուք ձեզ շատ լավ եք զգում։ Այսինքն մենակ չեք զգացել հաջորդ շաբաթ հարգելի կշեռքներ։ Միայնակներին տեսնում եմ այստեղ իմաստուն խելացի մարդ, ինչո մեկը խորհրդի կարիք ունի, ինչո մեկը ուզում է խոսել, կիսվել, զրուցել, սիրտը բացել միգուցե, խորհուրդ հարցնել։ Ես մտածում եի կարտերը ինչպես որ դուրս կան, այդպես պատադիճի չի, այսպես զույգերի մասին լինի, սիրահար զույգի մասին լինի, եթե մենակ են, բայց իրական տեսնում եք ծաղիկները, սիրո մասին եմ տեսնում։ Գիտեք, ամեն դեպքում խոսեմ առաջինը միայնակների մասին, որոնք միգուցե եւ ամուսնացած չեն եւ ամուսնության մասին չէ խոսքը։ Ինչ որ չգիտեմ, անձնական հարաբերությունները կարող են ցանկացած։ Միայնակ եք դուք, տղամարդ եկին եք նշանակություն չունի, ում հետ է ձեր խնդիրը, բայց տեսնում եմ, որ մի փոքր այստեղ խնդիր կա։ Տեսնում եք, ժառով տեսնում եմ մի փոքր խնդրեմ ունեք ինչ-որ մեկի հետ։ Ինչ-որ մեկի հետ, որ դուք շատ մտերիմ եք եղել, այսպես մատանիով կարող եմ ասել, դուք շատ ջեր, մտերիմ հարաբերությունների մեջ եք եղել, հանկարծ ինչ-որ ամպեր են կուտակվել։
ասում են ձեր միջև սև կատու է անցել, չի, այդպեսի մի բան եմ տեսնում, դուք շատ մտերիմ եք եղել, միգուցե նույնիսկ ազգակցական կապ ունեք, քույր ու եղբայր եք, չգիտեմ, անձնական դե մենակ եք, դրա համար կարող եմ ասել, որ այստեղ ամուսնացած զույգի մասին չի խոսքը հաստատ, չգիտեմ, ում հետ եք վիճել, ընկեր չեք ունենա, ընկերոջ հետ եք զույգի հետ վիճել, որտեղ այստեղ միայնակների համար եմ ասում, նորից եմ նայում, հարևանի հետ շատ մտերիմ եք եղել, ազգական քույր, եղբայր, հարս, կիսուր, չգիտեմ, շատ մտերիմ եք եղել, միգուցե ազգակցական կապել ունեք, ել եմ ասում, բայց հանկարծ ամպեր են կուտակվել։ Եվ դրա համար դուք ինչ-որ մեկին փնտրում եք, որ հետ կարող եք կիսվել, խոսել, ասում են, չի, ինչ-որ բան ձեզ մտահոգում է։ Ես շատ լավ եմ տեսնում։ Փորձեք զրուցել, կարտերներ հուշում են, եթե նեղվել եք, ձեզ ու ձեզ նեղվում եք, ինչ-որ մեկը ձեզ հոգեհարազատ մարդ է, ես տեսնում եմ, որ դուք իրականում չեք ուզում մարդուն կորցնել։ Մանավանդ որ դուք այսպես տեսնում եք, ասում եմ, ձեր ընկերները լավ շրջապատում կլինեք։ Դուք չեք ուզում ձեր ընկերոջը կորցնել։ Ընկերը ընկերուհի է, ազգական է, ով էլ որ լինի, մտերիմ մարդ է։ Ինչ-որ բան է եղել ձեր մեջ, ամպեր են կուտակվել։ Ինչ-որ մեկը կգտնվի կմիջնորդի, որ ձեր հարաբերությունները, տեսնում եք, նորից զույգ ծաղեք, ասիկա նորից ձեր հարաբերությունները կկարգավորվեն, հարգելի միայնակներ, ինչ տարիքում էլ ուզում է լինեք։ Ես սիրո պատմություն չեմ տեսնում եմ պարզապես ընկերական, մտերմիկ, անձնական հարաբերություններ։ Ինչ-որ մեկը կա, որը կկարողանա ձեզ հաշտ տեսնել։ Կին է, տղամարդ է, նշանակություն չունի, ազգական է, ընկեր է, գտեք ինչ-որ մեկին միայնակ մի մնացեք, կկարողանաք հաշտվել, ում հետ էլ որ խնդիրներ ունեիք։ Իսկ եթե կարող եմ այստեղ տեսնել հենց միայնակների համար, ովքեր ուզում են աղջիկ տղա նշանակություն չունի, ուզում են զույգ գտնել, կարող եմ ասել, միգուցե դուք ձեր անձնական հարցերը չեն լուծվում, ոչ մի կերպ չեն լուծվում, դուք ուզում եք զույգ գտնել, ուզում եք ամուսնանալ, ձեր խորհուրդ եք հարցնում, ինչ որ չի ստացվում, ես եմ ասում, մանր-մունր խնդիրներ են, բայց դուք ինքներդ հուսահատ եք, ասիկա դուք վստահ չեք, որ դուք կարողանում եք ձեր անձնական կյանքը ինքներդ կառուցել եւ այսպես ինչ որ մեկը որ ավելի փորձառու է խորհուրդ եք հարցնում, աս աղջիկներն ասենք ինչու չի ստացվում տղաների հետ, ընկերուհի ունեն ամուսնացած նրա հետ զրուցում են, նշանակություն չունի միջից որ տղամարդիկ եմ տեսնում, կարող է տղամարդիկ են իրենց ընկերներին հարցնում, ինչպես է լինում, ոնց է հարմարվում, ամուսնանում, որոշես, մի խոսքով զույգի տեսնում են, որ մարդը զույգ չունի եւ զրուցում եք ինչ-որ մեկի հետ խորհուրդ եք հարցնում անձնական հարցերի շուրջ։ Դե ճիշտ եք անում, եթե դուք ինքներդ չեք կարողանում ձեր անձնական կյանքը կառուցել, հարգելիներս, ճիշտ եք անում, որ որոշում եք ինչ-որ մեկի հետ զրուցել։ Իսկ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը բավականին սրտացավ մեկն է, ընկերուհի է եւ ձեզ կարող է խորհուրդներ տալ անձնականով։ Ընտրեք իմ խորհուրդն է մեկին, որ ինք իրականում երջանիկ է։ Եթե մարդը երջանիկ չէ, զույգ չունի, ինքն էլ մենակ է, դուք այդ մարդուն խորհուրդ հարցում եք, ինք ձեզ ինչ պետք է խորհուրդ տա։ Հասկանում եք, խորհուրդ հարցրեք մեկից, որ ինքը արդեն զույգ ունի, ամուսնացած է կամ ամուսնացած չի, ինքը երջանիկ է, գիտի ինչպես, հա, կինը տղամարդու, տղամարդը կնոջ հետ, ինչպես ճիշտ հարաբերվել եւ ձեզ կկարողանա ճիշտ խորհուրդ տալ։ Միայնակ եւ անհաջող կյանք ապրող մարդկանցից պետք չի խորհուրդ հարցնել։ Կարողանան իրենք կօգնեն, իրենց կյանքի հարցերը կլուծեին։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ տեղափոխություն, փոփոխություն, տնից տուն եք տեղափոխվում, չգիտեմ, երկրից եք ուզում դուրս գալ, նաև կարող եմ ասել հղիկին, Արագիլը ձեզ երեխա է բերում, հարգելիներս։ Տեսնենք։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը։ Առաջին ինչ որ տեսնում եմ, տեսեք հարգելիներս, տեսեք։ Առաջինը ես էլ եմ ասում, ինչ որ տեսնում եմ ամենաառաջինը, որ տեսնում եմ, որ ձեր տանը կա հղիկին, միգուցե արդեն ինքը ամուսնացած է, դե միգուցե ո՞րն է, երևի հղի ուրեմն ամուսնացած է։ Դուք ամուսնացած եք արդեն, միգուցե նաև ինչ որ չգիտեմ, մասնագետի եք դիմել, երեխա եմ տեսնում, երեխայի հարցերով, երազանք, ցանկություն ունեիք, ես տեսնում եմ, որ հավանաբար զբաղվում եք այդ հարցերով։ Ես տեսնում ճանապարհը բաց է, այսինքն ոչ մի խանգարող հանգամանք չկա։ Եթե արդեն բժշկի դիմել եք կամ ինչ որ բժշկի գնում եք եւ ուզում եք parzել հղի եք, հղի չեք, ճանապարհը բաց է, աստվածտա հղի լինեք։ Ես որը տեսնում եմ այստեղ հղի կնոջ կարտ եմ տեսնում իրականում։ Այսինքն հնարավոր է որոշ կշեռքներ կամ հարցն է ձեր կամ դուք եք հղի, նայած ով ինչ տարիքում է, ձեր ընտանիքում ձեր քույրն է, ով էլ որ լինի։ Հասկանում եք, եղբոր կինն է, ձեր տանը կարող է լինել կին, որը parzվի հանկարծ, որ հղի է եւ երեխա է սպասում եւ հույսով եմ ամեն շատ լավ կլինի, որտեղ իրենք իրենց նպատակին հասնում են, եթե երեխա են ուզում։ Իսկ եթե երեխայի մասին չի խոսքը, կարող է լինել ճամփորդություն, կարող է նոր են ամուսնացել եւ հարսանեկան մեղրամսի են գնում երիտասարդները։ Իրականում տեսնում եմ, որ շատ է լավ է, կա ինչ-որ մեկը գործակալ օգնում է, գնում են գեղեցիկ արձակուրդ են անցկացնում, շատ լավ է, շատ գեղեցիկ, այսպես սիրո ճանապարհ, հա, երազանքներով, շատ լավ է ժամանակ անցկացնեք, ինչ որ մի նոր տեղ են գնում, որ դեռ չեն գնացել, օգնում է ինչ որ մեկը իրենց, շատ լավ է, գեղեցիկ է։
Իսկ նրանք, ովքեր մեղրամիջք չեն գնում, պարզապես ամուսնացած են, երեխաներ էլ ունեն ընտանիքով, էլի դիմում են ինչ-որ տուրիստական տուր են երևի ուզում վերցնել եւ ուզում են գնալ ինչ-որ օտար երկիր, երկրից դուրս արտերկիր, այսինքն ուզում են գնալ ճամփորդելու ճանապարհը բաց է հարգելներս, եթե վիզաների հարց ունեք եւ հատկապես տուրերով է գնում, որպես կանոն ավելի հեշտացնում են վիզաների հարցը, ես տեսնում եմ ճանապարհը բաց։ Նրանք, ովքեր ուզում են ճամփորդել, ես կարծում եմ, որ ամեն դեպքում կստացվի։ Աշխատանքում տեսնում են տուն։ Աշխատանքում տուն, շատ տարօրինակ է։ Եթե տանն եք, էլ չեք աշխատում, միգուցե տնից եք աշխատում, միգուցե տանարքու վաճառքով եք զբաղվում, տեսնենք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Կարող եմ ասել, որ որոշ կշեռքներ երևի թե իրականում տանն էին մնացել այնքանով, որ չէին աշխատում, աշխատանք չունեին, տանն էին։ Չեմ կարող ասել ինչքանով երկար ժամանակ, բայց փնտրում են աշխատանք։ Տեսնում եք, ես տեսնում եմ իրականում լուսինը, կասկածներ, անհանգստություններ, միգուցե ինչ-որ ժամանակ է աշխատանք չէին գտնում, փնտրում են աշխատանք, տարբերակներ են փնտրում, ինչպես գործ գտնել աշխատանքի տեղավորվել։ Ես տեսնում եմ այստեղ կին, տեսնում եմ լուր եք սպասում, նորություն եք սպասում, նեղվում եք, որտեղ նորությունը չի գալիս։ Ես տեսնում եմ, այստեղ կարող է լինել, որ ինչ-որ մեկին դիմում եք, ինչ-որ բան խոստանում են երևի, բայց իրականում չի լինում, չի ստացվում, նեղվում եք, մեկ ուրիշին եք դիմում։ Իսկ այ մյուս ուրիշից լավ լուր կգա, սա էլ աշխատավարձ ձեզ կառաջարկեն։ Այսինքն կարող եմ ասել, հարգելի կշեռքներ, նրանք, ովքեր աշխատանք են փնտրում եւ չեն աշխատում, կարող է երկու տարբերակ լինել, ինչ որ մի անգամ ձեզ կարող են մերժել, բայց երկրորդ անգամ շարունակեք ձեր փնտրտուքները։ Երկրորդ մասնագետ իրականում երբ որ գործակալ է, չեմ կարող ասել ինչպես եք դիմում աշխատանքի։ Երկրորդ անգամ ձեզ լավ լուր կգա, ձեզ սա էլ աշխատավարձ եւ սա էլ ձեր վերադասը։ Ձեզ աշխատանք իրականում կառաջարկեն։ Առաջին անգամից կարող է չհաջողվի, երկրորդ անգամից կհաջողվի։ Տեսնեմ ուրիշ էլ ինչ-որ բան տեսնում եմ այստեղ։ Եթե տուն եք ուզում վաճառել, տան արքու վաճառքով եք զբաղվում, կարող է հաճախորդներ գան, գնալ էլ եմ ասում, առաջին ինչ որ մարդիկ կարող է ձեզ շատ դուր չգան, ինչ որ ամեն դեպքում կոնֆլիկտ լինի, ինչ որ համաձայնության չեք գալիս, բայց կգտնվեն ինչ որ նոր մարդիկ, որոնք կգան, լավ լուր եմ տեսնում եւ տեսնում եմ իրականում գործարքը կնքվում է։ Այդպես էլ կարող եմ ասել, բայց ավելի շատ հավանական է, որ աշխատանք էր փնտրում ինչ որ մեկը եւ երկրորդ տարբերակով կարող է երկրորդ անգամից կարող է աշխատանք գտնել։ Իսկ ֆինանսների համար տեսնում եմ սիրտ։ Ձեր ֆինանսները ձեր սրտով են ամեն դեպքում, եթե դուք աշխատում եք եւ ֆինանսներ ունեք, տեսնում եմ, որ երևի թե ֆինանսական հարցեր չունեք։ Իսկ եթե ունեք, սրտով կարող եմ ասել, որ կարծես թե ամեն ինչ հաջող է լինում, տեսնենք։ Ինչ կհուշեն կարտերը։ Ձեր ֆինանսները հարգելի կշեռքներ, մի կարտով արդեն դուրս եկավ։ Շատ ուրախ եք, շատ լավ եք զգում ձեզ, ձեր սիրտը ուրախ է, որովհետև ֆինանսները գալիս են։ Եթե ձեզ պարտքն են վերադարձնում, ուրախանում եք, շատ լավ է։ Եթե պարզապես ֆինանսական ինչ-որ հարց ունեիք, դուք եք գումար եք ուզում ինչ-որ մեկից, հա, ձեզ համար շատ հոգեհարազատ, սրտամոտ մեկից իրենք գումար եք ուզում, ձեզ գումար կտան։ Էլ եմ ասում, ձեզ ամեն դեպքում գումար գալիս է եւ դուք շատ ուրախ եք։ Գալիս է, էլ եմ ասում, պարտք են վերադարձնում, թե դուք պարտք եք ուզում, թե ում եք դիմել, ինչ նպատակներով, ամեն դեպքում ես տեսնում եմ, որ ձեզ գումարներ գալիս են եւ դուք շատ ուրախ եք։ Հարգելիներս, ես այստեղ շան կարտով էլ 10-ով կարող եմ ասել, ֆինանսական հարցում իրականում հաջողություն կնի եւ ձեզ կօգնեն։ Մտերիմ մարդիկ են, ովքեր են, ամեն դեպքում ֆինանսական հարցերում դուք նեղություն չեք քաշի, հարգելի կշեռքներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում հաջորդ շաբաթ կարիճներին։ Ույ, ներողություն։ Կարիճներին։ Հուլիսի 19-ից 25-ը։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար աշխատանք եւ ֆինանսներ։ Տեսնում եմ, այսպեսի հետաքրքիր կարդ հարգելիներս, հարգելի կարիճներ, ձեր ընդհանուր տրամադրությունը։ Ինչ որ միավորման մասին է խոսքը։ Եթե
չգիտեմ, զույգ ունեք, ուզում եք ամուսնանալ, որոշել եք, որ պետք է ամուսնության առաջարկություն անեք, կարող է լինել այդպես ու գնում եք մատանի դնել ձեր աղջկան մատին, ուրեմն մատանի եք դնում։ Եթե ձեզ են գալիս մատանի դնում հարգելի կարիճներ, շնորհավորում եմ ձեզ։ Ամեն դեպքում զուգավորման մասին է խոսքը։ Իսկ եթե աշխատանքի գործերի ֆինանսների հետ է կապված պայմանագրեր եք կնքում, ապա հնարավոր է, որ պայմանագրերն իրականում կնքվեն եւ համաձայնության գան։ Ամեն դեպքում այստեղ միավորման մասին է խոսքը։ Այստեղ էլ տեսնում եմ միայնակ աղջիկ, հետաքրքիր է, չէ՞, ինձ միանգամից տեսնում երկու տուր։ Միգուցե աղջիկը, որ միայնակ էր, իրականում ինչ-որ մեկին գտնի, ինչ-որ մեկը հայտնվի իր կյանքում եւ ինքը արդեն միայնակ չզգա։ Դե մատանիով չեմ կարող ասել, միայնակ աղջիկը միանգամից այսպես մատանի կդնեն կամ ամուսնանա, այդպես արագ չի լինում մի շաբաթում երևի թե, բայց այսինքն մատանիով կարող եմ ասել, իրեն կարող է զույգ գտնել, շատ լավ է։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կարիճներ, հատկապես միայնակ աղջիկներ, ժամադրության կարտ եմ տեսնում։ Տեսնում եք, ես չգիտեմ այստեղ ինչ խնդիր է առաջացել, ինչումն է խնդիրը կդժվարանամ ասել։ Միգուցե, չգիտեմ, կա ինչ-որ մեկը, գիտեք, որ ինչ-որ մեկը կա ձեզանով հետա կամ հակառակը, պարզապես ոչ մեկ չկա, դե դուք էլ մենակ եք մնացել կամ մենակ եք արդեն մնացել, ինչ-որ մեկը եղել է, չգիտեմ, ամեն դեպքում ես անցյալ չեմ տեսնում։ Հենց սկսեց աղջկա կարտով, տեսնում եք, ես տեսնում առջևում ինչ է իրեն սպասում, իսկ դրանից առաջ ոչինչ չեմ տեսնում։ Ամեն դեպքում կամ անցյալ ունեցել է կամ չի ունեցել աղջիկը, բայց կարող եմ ասել, որ ինչ որ խանգարող հանգամանք կար իր անձնական հարցերում, բայց ինչ-որ բան բացահայտվում է, միգուցե խանգարող հանգամանքը այն էր, որ ոչ մեկ չկար, ինքն էլ ոչ մեկով չէր հետաքրքրվում, հանկարծ պարզվի, որ կա մի երիտասարդ, որ իրենով իրականում հետաքրքրվում է, իրեն հավանում է եւ իրեն կանչեն ժամադրության, շատ լավ է, խաչի ներողություն, խաչի տզով եւ այո, մատանիով տեսնում եմ, որ իրականում ինչ-որ մեկը ձեր նկատմամբ անտարբեր չի, հարգելի աղջիկներ։ Ինչ-որ մեկը ձեր նկատմամբ անտարբեր չի եւ ձեզ կարող է կանչել ժամադրության, դա ձեզ համար շատ այսպես անակնկալ կլինի, կպարզվի ձեզ համար, երևի դուք չեք սպասում։ Շատ լավ է, հողակապ է, գնացեք ժամադրության, հաճելի ժամանակ անցկացնեք, դա կարող է ձեզ տանել ի վերջո գտնելու դեպի ճանապարհը զուգավորվելու։ Իսկ եթե միայնակ աղջիկների մասին չտեսնեմ, ուրիշ մասին էլ ինչ կարող եմ տեսնել։ Չէ, անկեղծ ասած տեսնում եմ ժամադրություն, տեսնում եմ աղջիկ, դե չէ, դա եմ տեսնում, դրանից ավել ոչինչ չեմ տեսնում, հարգելիներս, մեկ-մեկ տարիքով կանայք նեղվում են, բողոքում են, բայց ինչ անեմ, ես ինչ տեսնում, այն էլ ասում հարգելիներս, ես չեմ կարող խորինել։ Իսկ ինչ վերաբերում է զույգերին, ամուսնացած եւ հատկապես չամուսնացած, ոչ, երկուսի մասին էլ եկեք ասեմ։ Ես տեսնում եմ շատ գեղեցիկ կար, ծառը եւ տեսնում եմ մատանի։ Այսինքն նրանք, ովքեր ամուսնացած են, արդեն ծառը նշանակում է ընտանիքը մեծանում է, միգուցե լավ լուր կլինի եւ կպարզվի, որ կինը հղի է եւ իրենք շուտով երեխա կունենան, ընտանիքը կմեծանա։ Իսկ եթե իրենք, այսպես ասեմ, զույգ էին, ապա իրենց առաջ խաղացումը, հա, հաջորդ քայլը կլինի զույգի ամուսնություն նշանդրել կամ մատանի դնել, այսինքն անձնական հարաբերություններում մի քայլ առաջ կանցնեն զույգերը։ Այս երկու կարտով շատերին կարող է արդեն վերաբերել, հարգելիներս։ Ես որ մանրամասնում եմ, միևնույն է, ինչ որ ասեցի, արդեն ասեցի։ Որոշ մարդկանց կյանքում այդպես կարող է լինել։ Իսկ լրացուցիչ մանրամասնենք ավելի շատ մարդկանց ինֆորմացիա հասցնելու համար։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը։ Հատկապես նրանք, ովքեր երեխա ունենալու հետ կապված խնդիրներ ունեին իմիջիայլոց, ընդ որում շատ երկար ժամանակ եւ շատ անհասկանալի պատճառներով էլ, գիտեք, երբ որ ես խաչով եմ տեսնում, այսինքն եթե կան կոնկրետ պատճառ, առողջական խնդիր կա կամ այս կա, այն կա, ես բժիշկ չեմ, չմանրանամ այդ հարցերում, չէ, հասկանալի է, պատճառ կա, չի ունենում երեխա, չի ունենում։ Ես երեխայի կարտն եմ տեսնում իմիջիայլոց, դրա համար ասեցի։ Եվ իչո երկար ժամանակ է, հարցը չի լուծվել, իսկ այսպես ճակատագրական կարող եմ ասել, որ անհասկանալի է անգամ թե ինչու, կարծես բոլոր նախադրյալները կան, մարդիկ ամուսնացած են, ամեն ինչ նորմալ է, միգուցե առողջական լուրջ խնդիրներ էլ չկան, բայց ինչ որ երկար ժամանակ երևի չեն կարողացել երեխա ունենալ, ընդ որում էլ եմ ասում, լուրջ մեծ խոչընդոտել չի եղել, իսկ ես իրականում տեսնում եմ փոփոխություն, տեսնում եմ երեխա։
Տեսնում եմ երեխա, տեսնում եմ կին, ինչ որ ընտրության առաջ է կանգնած, միգուցե ինչ որ որոշում պետք է կայացնել, միգուցե դիմել մասնագետի արհեստական չեմ կարողանա ասել, տեսնում եմ այստեղ գեղեցիկ կարտ եւ այստեղ էլ տեսնում եմ ծառ, այսինքն ինչ որ դրական փոփոխություն կլինի այդ ուղղությամբ, չգիտեմ, միգուցե կպարզեք ինչն է պատճառը, կպարզեք տարբերակներն ինչպես կարող եք իրականում երեխա ունենալ, միգուցե պարզեք, որ խոչընդոտը կար, բայց իրականում հղիացել եք եւ անակնկալ կլինի Աստված տա։ Դա ամեն ուրախ բան ուզում եմ, որ թող այդպես էլ լինի, հարգելներս։ Ես եթե չխոսենք երեխայի մասին, ապա ինչ որ խնդիրներ են եղել զույգերի մեջ, ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, կդժվարանամ ասել, ամեն դեպքում ինչ որ նեղվածություն կա ձեր մեջ, երկուսի մեջ, ինչ պատճառներով, ընդ որում երկուսից էլ կախված չի։ Ես կդժվարանամ ասեմ, թե ինչ է, եւ շատ մեծ լուրջ խնդիր էլ չի։ Անկեղծ եմ ասում, մանր-մունր խնդիր է, բայց ձեզ երկուսից անկախ ձեր հարաբերությունները մի տեսակ սառել են ու կանգնել են, ծառով կարող եմ ասել, որ առաջխաղացում իրականում կլինի, այսինքն հարաբերությունները կամաց կշտկվեն։ Չեմ կարող ասել ինչպես կլինի, ինչ որ միգուցե եթե ամուսնացած զույգ են եւ ձեր հարաբերություններն էին սառել, պարզվեց, որ դուք հղի եք եւ հանկարծ այսպես միանգամից հարաբերությունները կարող են ծաղկել, փտտել նորից, հա, հանկարծ դա կարող է ուրախ լուր լինել եւ ձեզ ավելի ջերմացնել իրար նկատմամբ։ Իսկ եթե երեխան դիտենք որպես նորություն, փոփոխություն, միգուցե ճանապարհ գնաք, միգուցե իրար հետ ինչ-որ ժամադրության գնաք, դուրս գնաք, շփվեք իրար հետ, հարգելներս։ Պարզապես իրար հետ շատ ժամանակ անցկացեք, հատկապես ամուսնացածները, եթե հարաբերությունները մի քիչ սառել են, ինչ-ինչ պատճառներով, ժամադրության կարթ եմ տեսնում, ճանապարհ գնացեք իրար հետ, փոփոխություն, ձեզ նորություն է պետք ընտան, ինչ-որ մի բան պետք է անել։ Եթե մնում եք այդպես լճանում է հարաբերությունը, ես տեսնում եմ դուք ընտանիք էլ մնում եք։ Մի քիչ եթե սառել են, պարզապես պետք է գնալ հանգստանալու միասին, ճանապարհ պետք էր գնալ, այդպես էի տեսնում, իրար շատ ժամանակ անցկացնել տնից դուրս։ Ինչ եմ տեսնում աշխատանքում տեսնում աշխատանքի առաջարկություն իմիջիայլոց, ինչ-որ մեկը կարող է ձեզ աշխատանքի առաջարկություն անել, ձեր աշխատանքի վայրում կարող է աշխատանքի բնույթը փոխվի, նոր պատասխանատվություն ձեզ տան, նոր, չգիտեմ, գործ ավելացնեն, եւ իսկ եթե դուք աշխատանք փնտրում եք, ինչ-որ մեկը ձեզ առաջարկում է աշխատանք, ամենայն հավանականությամբ իրականում կկայանա ձեր համաձայնությունը միասին եւ պայմանագիր կկնքվի եւ դուք աշխատեք, որովհետեւ խաչի տզով եւ մատանիով կարող եմ ասել, որ համաձայնության եք գալիս։ Այսինքն գործարքը կնքվում է, եթե պետք է աշխատանքի ձեզ ընդունեին կամ չընդունեին, հավանաբար կընդունեն։ Ոյ, 3 հատ կարտ դուրս եկավ։ Հարթ կարտեր են բավականին։ Լավ, ամեն դեպքում դուրս են եկել, պետք է հանեմ, չեմ կարող թաքցնել։ Ինչ-որ մեկ աշխատանք է կորցրել վերջերս եւ շատ էլ բարդություններ են եղել, շատ։ Բավականին բարդ կարտ է, ինչքան դժվար ու բարդ կարտ կար, չգիտես ինչի դուրս եկավ։ Նո աշխատանքի հետ է կապված, հարգելներս, ես կարող եմ ասել, որ ինչ-որ բան է փոխվել ձեր աշխատանքի վայրում։ Բավականին երկար ժամանակ փոխվել է, ընդհուպ մինչև վեճերի է հասել, շատ բարդ կարտեր եմ տեսնում, շատ բարդ, տեսնում եք, շատ բարդ։ Եթե ունեցել եք աշխատանք, չգիտեմ, ինչ որ նոր կին է եկել, նոր աշխատող է եղել, ինչ է եղել, այսպես երեխայով կարող եմ ասել, ինչ որ մի նոր մի բան փոխվել է։ Աշտարակը քանդեցեք, ձեր նպատակին չեք հասել։ Միգուցե պաշտոն եք ուզել տվել են մեկ ուրիշին, խառնել է դա խաղաքարտերն իրար կամ ձեզ են տվել ինչ որ բան կամ ձեզ հնարավորություն են տվել կամ ինչ որ մեկը նոր աշխատող, նոր շեֆ է եկել։ Կարող է եկել է նոր վերադաս եւ չգիտես ինչի, այսպես ճանապարհը փակել է ձեր համար, ձեր անձնական հարաբերությունները լավ չեն եղել ինչ որ երկար ժամանակ, իսկ հետո ընդհանրապես խաչով վերջանում են հարաբերությունները եւ վեճեր, վիճաբանություններ, կոնֆլիկտներ եւ կորուստ։ Այսինքն կարող եմ ասել, որ ինչ որ մեկի պատճառով է, եթե դուք թողել եք աշխատանքից հեռացել եք, իսկ ես տեսնում եմ, որ ձեզ նոր աշխատանքի առաջարկություն իրականում անում են, դրանից հետո տեսնում եմ, որ իրավիճակը փոխվում է, տեսնում եք, այդ վատը եղավ, վերջացավ, անցավ, գնաց, դրանից հետո տեսնում եմ դրական ունեք ընկերներ, լավ ընկերներ, որոնք ձեզ իրականում կօգնեն։ Միգուցե գործակալին գտնելը կօգնեն, բայց տեսնում եմ նաև գործակալ։ Ես տեսնում եմ լավ միջավայր, անհանգստություններ միգուցե ունեք, զրուցում եք, շփվում եք, ինչ որ բաներ կա միգուցե գործից տեղյակ չեք, նոր աշխատանք է, այս գործի բնույթին ծանոթ չեք, իրականում ձեզ կսովորեցնեն եւ կսկսեն գործերն առաջ շարժվել։ Իրականում ձեզ շատ կհավանեն ձեր աշխատանքի վայրում, ես ինչպես սկզբից ասացի, ես 2 տուզ եմ տեսնում։ Իրականում համաձայնություն կլինի,
վատ աշխատանքից, վատ միջավայրից հեռացել եք, միգուցե շեֆի պատճառով կամ գոլեգայի, ես իրականում հաջող եմ տեսնում։ Ձեր գործերը կանգնած էին, տզով տեսնում եմ իրականում առաջարկությունը համենայնդեպս դուք կարծում եմ, որ կընդունեք։ Եվ լավ կլինի, որ ընդունեք։ Նոր աշխատանքը լավ կլինի։ Եվ ցավ ձեր ֆինանսները հարգելիներս։ Եթե նոր աշխատանքը ընդունում եք, ֆինանսներն էլ կգան։ Եվ առասարակ, ֆինանսական ցանկացած հարց, լրացուցիչ կարտեր չեմ հանի ֆինանսների, որտեղ արդեն པարզ երևում է։ Ասում եմ, ինչ որ համաձայնություն, ինչ որ համաձայնության եք գալիս։ Եթե դիմել եք վարկի համար, ձեզ գումար է պետք, եթե դիմել եք ինչ-որ մեկին, ձեզ պարտք է պետք, եթե ինչ-որ մեկը ձեզ պետք է պարտքը վերադարձներ, համաձայնության եկել եք, չգիտեմ, գումարի հետ կապված գումարներ տեսնում եմ գալիս են եւ ոչ միայն գալիս են, դուք համաձայնության եք գալիս։ Փաստաթղթեր պետք է ստորագրեն ֆինանսների հետ կապված, ֆինանսները շատ հաջող է։ Ամենահաջողն էլ երևի հենց ֆինանսներն էր, հարգելիներս։ Ձեզ լավ շաբաթ եմ ցանկանում, հարգելի կարիճներ։